Հա, վախենում ենք։ Այո։ Վախենում ենք։ Քուն ու դադար չունեն արամուսցիները, ինչ լսել են, որ Գազարի դաշտում իրենց համագյուղացի ամուսիններին եւ Զովաշենում եւս երկու մարդու սպանած Թադևոս Հովակիմյանը անմեղսունակ է ճանաչվել։ Դատահոգեբուժական փորձակնությամբ է պարզվել, որ հոգեկան առողջական խնդիրներ, զառանցական խանգարում ունի տղամարդը, պետք է բուժվի հոգեկան առողջության կենտրոնում։ Մեքենա է վարում, էնել տաքսի է վարում, շփվում է մարդկանց հետ, մարդա տեղափոխում, բայց գիժ է, ո՞նց կարող է դա տեղի։ Գյուղում կասկածում են, որ իրավապահների ու իշխանությունների հետ Թադևոսի սերտ հարաբերություններն են պատճառը, որ նրան անմեղսունակ են ճանաչել, իրենց բառերով ազատել պատժից։ Լսել են, որ իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական քարոզարշավներին էլ է մասնակցել Գյումրիում։ Ընտրություններին գնացել եմ Սարիկ Մինասյանի ընտրությանը, իմ հետ եղել են, չգիտեմ ինչ պատգամավորներ, չեմ հիշում, էդի արդեն, ովքեր են էլ Մարոժնիան տվե, Մարոժնին ես իմ ինչ են արել, էդի Գագարինն արել, որ ինձ նվաստացնի եւ այլ եւ այլ։ Ում է պատմել։ Քննչական կոմիտեին։ Այն թվերից նա կապ ուներ միլիցիայության հետ։ Շտատնի աշխատող այլ են։ Այստեղ մի բան տերում վազում խաբար էր տալու դեր։ Էդ է նրա գործողությունը։ Նման մարդը գիժա։ Արամուսցիները սարսափում են մտքից, որ Թադևոս Հովակիմյանը մի օր նորից կարող է ազատության մեջ հայտնվել ու վերադառնալ գյուղ, պահանջում են ամենախիստ պատիժը տալ նրան։ Շատ զարմանալի է, այս որոշումը, որ կայացվել է անմեղսունակության վերաբերյալ, ասեմ դες իմ կարծիքն եմ ուզում ասել, շատ հապկ է որոշում, փորձագնություններ կան, որ տարիներ են տևում եւ հանկարծ 2 ամսվա ընթացքում նման որոշման եկան, ասեմ, որ շատ զարմացած ենք, ասեմ, որ շատ հիասթափված ենք մենք Արամուսի բնակչությունը։ Հիասթափված է նաև մեկ օրում 4 մարդու կյանք խլած Թադևոսի եղբայրը Կամոն։ Նա էլ է համոզված, որ իր եղբայրը պետք է ճաղերի հետևում մնա։ Գազարի դաշտում կնոջ հետ սպանված Գևորգի քույրը հարց ունի անմեղսունակ ճանաչվածի եղբորը։ Ես հարցամ Կամո ջան, այդքան ժամանակ լսել ես, որ քո աղբերը գիժ է։ Ենի ոչ թե մենակ գիժա, լսի։ Չէ, գիժ չի։ Նա որպես հասկանում ես կռվարար, զակատարած կռիվ, անհաշտ մի անձնավորություն է։ Ոչ մի բան չի ուզում լսել եղբոր մասին Կամոն, ասում է ինքը 40 տարի առաջ դուրս է եկել հայրական տնից ու շփում չի ունեցել եղբոր ընտանիքի հետ։ Մենք կապ չունենք իր հետ ընդհանրապես։ Եթե ցմահ չտվեցին, ես եմ բողոքելու հլը։ Նա իրավունք չունի մտնելու հասարակության մեջ։ Բայց եղբորն է զանգել Թադևոսը Գազարի դաշտում ամուսիններին սպանելուց հետո։ Զանգեց, ասա շուտ արա, Գագային ու կնիկը չկան, աղջկաս, ասա թո երեխեքին վեճնի փախնի։ Գոռացել եմ Գազան, էդ ինչ ես արել։ Ասում են ողբերգությունից 2 ամիս անց գյուղում չէ Թադևոսի ընտանիքը ու զարմանում, որ նրա տան պատուհանագոգին ծաղիկները չեն թառամում։ Մի օր մեր ծաղիկը չենք ջրում, թառամում է։ Խնդրեմ։ Այն, որ Արամուսում վատ համբավ է ունեցել Թադևոսը, բոլորն են ասում։ Խանութ է մտել, սիգարետը վառել ու վիճել խանութի աշխատողի հետ։ Քեֆերի ժամանակ կռիվ սարքել։ Ասել են դուրս արի վիճելահետները խանութում։ Դե ես քեզի կասեմ։ Այսինքն ցուցակում գրել է, որ դու էլ ասիմ կազմի մեջ որ պետք է խփեմ։ Տղա այս հարսանիքին եկավ կռիվ գցես չընդունիք։ Թորանս հարսանիքին չընդունիք, այդպես Հեչելա կնաց, ոչ մոտ։ Անցած տարի էլ հրացանով դպրոց է մտել, պատմում են այս մարդիկ։ Այո, մտել է, հարցրեք երեխաներին, կլինեն ստև իշ-որ մի երեխա, անցած տարի։ Թադևոսին 1000 ու մի մեղքի մեջ մեղադրող գյուղում ինչու որևէ մեկը երբևէ ոստիկանություն չի դիմել։ Մարդիկ հասկացնում են, զգուշացել են շարից փորձանքից։ Էդգար Ղուշչյան, Հենրիկ Համազասպյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։